կարողացել անմիջապես կապ հաստատել Գալստանյանի փաստաբանի հետ, իսկ Կարապետյանի փաստաբանները նշել են, որ գործարարը հերքում է իր մեղքը։ Գործակալությունը հիշեցրել է, որ Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականին փողոցային բողոքի ցույցերի ալիքի միջոցով, սակայն 2020 թվականի կարճատև պատերազմում Ադրբեջանին կրած խոշոր պարտություններից հետո հայտնվել է ներքին լուրջ ճնշման տակ։ Եվրոպական Common Space-ն էլ դիտարկել է քաղաքական եւ կրոնական վերնախավերի միջև խորացող պառակտումը, այն որակելով Թավշյա հեղափոխությունից ի վեր հասունացող անձնական թշնամանքի սրում։ Եթե այն սրվի, արդեն իսկ անկայուն իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ 2026 թվականի հունիսյան ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ընտրություններին 1 տարուց մի փոքր պակաս է մնացել, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ի հայտ է եկել եւս մեկ խոշոր հակամարտություն, այս անգամ արդեն Իրանի եւ Իսրայելի միջև, որն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական անորոշությունը։ Առաջիկա տարին այնուամենայնիվ անկանխատեսելի էր, գրել է կայքը։ Russia Today-ը հարցազրույց է արել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ։ Վերջինս իր զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները եկեղեցու եւ նրա կողմնակիցների վրա տարակուսանք են առաջացնում։